Ողջույն սիրելիներս, ինչպե՞ս եք։ Ես լավ եմ եւ իհարկե, ինչպես միշտ, նույնը ձեզ եմ ցանկանում։ Հուսամ, որ դուք նույնպես լավ եք եւ շարունակեմ իմ հերթական ու գեղեցիկ վլոգը։ Այս գեղեցիկ տողերով, այս գեղեցիկ խոսքերով արդեն հիշում եմ ձեզ իմ սիրելի հետևորդներ, թե ինչպես եք արդեն հետս կրկնում այս բառերը։ Ինչևէ, արժևում տոն է, մարտի 8-ն է, վլոգս ամբողջությամբ նվիրված է լինելու մարտի 8-ին, ուղղակի առաջի երկու կադրը, ինչպես միշտ նախորդ է նկարահանված։ Մի հատ է սիրունությունը նայեք էլի, հələ ինչա։ Ու այսպես շարունակ մնացածներն էլ են բացում, տեսեք։ Հələ ինչ է տակրքիր են։ Ուրեմն այս սև պարկուճա, ինչա սրանք ճաքում է, նայեք։ Всего лишь սովորական ջրի մեջ դրած է։ Այս են, ճակել թափել են։ Վերածս օրը նկարել եմ շատ պրոստո, սենց այսենց էին բոլորը այսպեսին էին։ Հիմա այսենց նայեք, հերթով ճաքում են, նայեք ոնց որ է սրա վրա է։ Սրանք արդեն են ճակել թափել են, ձեռքից մեջ են, իսկ այն մեկը արդեն նույնիսկ ծաղկել է, նայեք, ինչ սիրուն է, մագնոլիա։ Հետաքրքիր է ինչ ծաղիկ է, չէ՞։ Այսպես ջրի մեջ դրած, այսպես ծաղկել են, լրիվ ծաղկում է։ Ինձ թվում է բոլորը կծաղկեն ու շատ սիրուն կլինի, այսպես ուղղակի ճյուղերը տեսնում եք ինչ գեղեցկություն են պարգևում մեզ։ Եվ այս ամբողջին տվել եմ այս չոփերին կարելի ասել։ Շարունակեմ խոսակցությունս, այդ ամենին տվել է ընդամենը 350 ռուբլի, այդքանն էի ուզում ասեի։ Այստեղ արդեն ճանապարհվել եմ, գնում եմ աշխատանքի, ինչպես միշտ տեսնում եք, ձեզ ծանոթ ճանապարհ է, ձեզ ծանոթ տեսարաններ, գնում եմ աշխատանքի եւ տեսնենք որ ինչպես կշարունակվի, զապիսներ ունեմ, բավականին ուշ եմ տուն գալու։ Շարունակեմ իմ օրս, թե ինչպես ենք սկսելու մեր մարտի 8-ը, մեր տոնը, գեղեցիկ տոն է, ուրախ տրամադրություն, հաճելի բոլորիդ օր, բոլորի տոնը շնորհավոր, թեկուզ եւ արդեն անցած է որ վլոգը ստեղադրելու եմ, բայց ամեն դեպքում բոլորիս տոնը շնորհավոր, Հայաստանում միամսյակ է, բոլորիս միամսյակը շնորհավոր, մինչև ապրիլի 7-ը կարող ենք ամեն օր ասել շնորհավոր մարտի 8, չհաշված, որ օրը ամսի 8-ը չի լինի։ Ինչևէ, գնացինք առաջ սիրելիներս, տեսեք արդեն մանգոլյան ծաղկել է։ Ներողություն միշտ սխալ եմ ասում, մագնոլիան ծաղկել է, բավականին թանկ արժեն իրենք, ես շատ էժան գներով եմ գնել ուղակի, այդպես փոքրիկները այդպես էլ չծաղկեցին, չորացան, փչացան ու այդպես էլ գնացին կորան։ Չեն կորել, պետք է պահել եմ, չոփերը պահել եմ, հետաքրքիր դեկոր եմ մտածել, դեռ այդ դեկորի մեջ ես կօգտագործեմ ու ձեզ հետ էլ կկիսվեմ ամեն ինչով։ Այժմ շարունակենք մեր գեղեցիկ օրը։ Ուրեմն ապրիլի ներողություն մարտի 7-ին, քանզի դեռ աշխատանքը չէինք ավարտել, տուն գնալու ժամանակ որոշեցինք աղջիկներով սա այստեղ տուն աղջիկներով որոշել էինք, որ ոչ կաֆե, ոչ ռեստորան, ոչ միտեղ չգնանք, այլ ամենքս մի բան պատրաստենք ու հավաքվենք մեկի տանը։ Որոշեցինք մեր տանը, հետո աղջիկները ասացին, որ ոչ ձեր տանը փիսիկ կա, իսկ մենք փիսիկ չենք սիրում։ Դե չեք սիրում։ Գնացինք հավաքվեցինք մեր սիրելի Նայնենց տունը։ Ինչ ասեմ, հիմա մեզ պատրաստվում եմ, ինձ ունեմ մի հատ առաջադրանք, էկլերներ պատրաստեմ, որովհետև տեսել էին ավելի ճիշտ իմ էկլերները, որը որ ինչպես հիշում եք անցած վլոգներից ես պատրաստում եմ ոչ սովորական էփովի կրեմով, այլ կրեմը ուրիշ է, չեմ սիրում տրադիցիոննի բաներ, ու իհարկե որ այստեղ պատրաստման ընթացքը եղանակը եւ օրս մարտի 8-ն է արդեն, ինչպես եմ սկսել, ինչ եմ պատրաստում եմ մարտի 8-ին, որովհետև մարտի 7-ին շատ եմ ուշ տուն եկել, չեմ հասցրել, ու բացի այդ ես այդ շատ երկար ժամանակով ուղիղ եթեր ունեցանք։ Շարունակեցինք վլոգը, դիտեք, ինձ թվում է հետաքրքիր կլինի։ Այստեղ արդեն խմորս պատրաստ է, շատ չեմ երկարացրել խմոր պատրաստման եղանակը ձեզ ցույց տամ, որովհետև բոլորդ էլ գիտեք էկլերների ձևը ոնց են անում։ Ես արդեն խմորը պատրաստել եմ, այդ ալյուրաշաղախ կադրերը չեմ սիրում, ճիշտն ասած, ամբողջ տունը փոշի է, մաքրել եմ, վրձել եմ, նոր սկսել եմ շարունակել նկարահանումս։ Այստեղ ինչ եմ անում, սիլիկոնե ամանների մեջ եմ, ուրեմն ֆորմաների մեջ եմ տեղադրում խմորը, որովհետև իրենց մեջ ներքևի մասը շատ ավելի լավ ու արագ է տաքանում խմորի, քան թե որ ուղղակի սովորական թղթի վրա եմ դնում ու ինքը շատ արագ է բարձրանում եւ իհարկե ամբողջովին թխվում է թե ներսը եւ թե իհարկե վերևից ներքևից մի խոսքով այդպես հիմա այսպես դասավորում եմ տեղադրեմ ընթացքը ձեզ ցույց եմ տալիս գնացինք տարանք մեկ էլ տեղադրենք գազօջախի մեջ քանի որ հիմա էլեկտրական է ասեմ որ էլեկտրական ինչա կոչվում դուխովկայի մեջ մշտով բառը մոռացա այստեղ ուղղակի տեղադրել եմ հիմա շուտով թխած վիճակում կցուցադրեմ եւ կշարունակեմ ու կցուցադրեմ շարունակությունը ժողովուրդ ջան ցույց եմ տալիս նայեք որ հետո կասկած չլինի որ ես չեմ պատրաստել նայեք ինչա դարձել այս պատուհանի մեջից ինչեր է երևում մեծ պատուհան լավ մաքրածել չի այդքան մի հատ նայեք էլի ամեն մի հատ էկլերիկը ոնց որ սենց վարդը լինի բացված ինչքան են մեծացել էս ինչ անտիրա բարձացել նայ խորքերի մեծությանը ող նայեք ժողովուրդ էս ինչ անտիր են եղել ժողովուրդ ջան սենց բան տեսած եք հլա այս էկլերների չափսերին հլա ինչ անտիր են հլա նայեք вообще
վերջն են։ 4 անգամ բարձրացել են, որ միջայլոց սիլիկոնե ֆորմաների մեջ շատ իդեալական թվում է, քան թե որ այդ մետալիչսկի ամանների։ Այստեղ էլ կրեմը սա պատրաստվում է, դա անցած անգամ եթե կհիշեք, այն մենք արդեն 5000 ենք իմ այդ տեսանյութում պատրաստել էի կրեմ, точно նույն կրեմից եմ պատրաստել, շատ համով իդեալական նայեք ինձ ընտիր կրեմ է ստացվել։ Այո։ Այսպես անջատել ենք արդեն, այստեղից մի հատ շրթան ենք բացվի։ Տեսեք ինչ ընտիր կրեմ է, տեսեք ժողովուրդ, ընտիրություն։ Ես էկլերների մեջ չեմ սիրում էփովի կրեմը, չնայած որ սաղ էփովի են սարքում, նայեք ինչ ընտիր կրեմ է։ Ստոյկի են, որ ասում է լավ արտակարգ, չջրիկացող, անչան համացող, շատ ընտիր, մի քիչ խտացրած կաթել, եթե ավելացնեի շատ քաղցր կլիներ, որովհետև այն շաքարի փոշին շատ ընտիր էր, որը ես էի գնել անցած անգամ տեսել եք, ով ուզում է հիշի ոնց եմ սարքել, ինչ եմ սարքել կարող եք տեսնել, մենք արդեն 5000 ենք այդ տեսանյութից մեջ, թազա չնկարեմ, թազա ցույց չտամ, հա, խնդրեմ, հղումը կթողնեմ ներքև, եթե ուզում եք այնտեղ մանրամասն նույնիսկ բացատրել եմ իմ պատրաստման տեսակը, իմ պորցիան եւ իմ մեթոդը, ոնց եմ պատրաստում, խնդրեմ։ Բա համը Բա որ էկլերները ստենակից չափի են։ Ուրեմն, քանի որ տոնական տրամադրությունն է, սա տաղնենք, սա հենց նոր անջատեցի, թողնենք ուրեմն սառնարանում 15 րոպե, ոչ ավել, մի 15 րոպե պետք է մնա, որպեսզի շատ նենց լավ համաչափ կրեմ դառնա, հա, ամեն դեպքում պետք է ինքը մնա։ Այստեղ նայեք ինչ ընտիր, էսի փոքրեր են մի քիչ, սա տան ուտելու համար, սրանք հետս կտանեմ, գնում եմ հյուր, գնում ենք ուրեմն աղջիկներով հավաքվենք մեր մարտի 8-ը, մենք շնորհավոր ենք, նայեք, էկլերի չափսերին նայեք, տեսքին նայեք, չգիտեմ, շատ արտակարգ մեծ են, շատ, ինչ ընտիր է բարձրացել, չեմ կարող ասեմ, դե, սրանք առանց սիլիկոնե ամանի են պատրաստել, չնայած սրանց խմորներն է փոքր դրեցի, բայց ամեն դեպքում ամենամեծը սա է, խնդրեմ, սիլիկոնի ամանի մեջ պատրաստած ավելի ճոխ է ստացվում, որովհետև նա ջերմությունը լավ է պահում, քան թե սովորական թղթի վրա, նայեք, սա իմ դուխովկայի շնորհքն է, կարող է ուրիշների մոտ ուրիշ ձևի լինի, իսկ այնտեղ տեսեք, ոչ մի բան չեմ արել, նույն խմորը դասավորել դրել եմ, տեսնում եք, ինչ ընտիր է, ընտիրություն, սա գնաց սառնարան, հետո այս ամեն ինչ կպատրաստենք ու կվերցնենք, կգնանք, այստեղ ֆարշ եմ պատրաստում, մի քիչ խառնեմ, մառնեմ, կարտոֆիլի հետ դուխովկա կոտլետներ կսարքեմ, կդնեմ ու պատրաստվեմ, հետո կկիսվեմ ձեզ հետ ամեն ինչով, տրամադրություններս տոնական, երեկոյան տեղ են գնալու ուղղակի, նա տոնական, այսօր տոնում ենք այն, որ ասում է պապոլն է, պես գնաց դուխովկեն միացրած է, փակեցինք, հիմա էլ էկլերներս ես Ինչպես տեսնում եք, ես արդեն հյուրընկալվել եմ մեր սիրելի Նարինեն, այսպես գեղեցիկ դիզայները։ Всё, эстетика на месте, красота. Скоро будем тусить. Գեղեցիկ ձևավորում, սալատներ, скол, քաղաքը հերոստացույցը հեյ նարոդա երկում։ Ո՞й նարնալ, ոնց է սիրուն սարքել, ամալադեց։ Կներես մնացած մեկը դնենք։ Շատ սիրուն է, սալատը շատ համեղ էր, տեսակները ինչ որ պատրաստել Красота, умничка, молодец. Поставь куда хочешь. Не, ну красота же у тебя же тут прям эстетика шикарная, молодец. Կապատի նկարները, բա իմ ճաշակը, իմ աղջիկը, վախ։ Ով ունի քեզանից, ոչ մեկ չունի։ Չեմ սիրում նկարահանվեն, հենց իրենց դեմքերը որ ցույց չտան, բայց էկլերներս են նկարեմ, սիրունիկ, հրանայք իշ մեծ, որդերա, որդեր, երևում են այդպես, ընտիրություն, ատմոսֆերան շատ հաճելի, սա էլ հաջորդ նկարահանել, բոլորից եմ որ ասում եմ թաքուն, ասենց, շատ սպասեք հլը սենց հանեմ բարձրացնեմ, դենակ ինչ է, սիրունիկ, Молодец, Նարինա։ Պատրաստել ենք այնպես թե ոտի վրա սալատի կիսետ բռնքն է սիգաթանա։ Մյուս մեր հետևորդ է, ինչը հետևորդու չեմ, աշխատակցում մայրիկի պատրաստ։ Սպասի նկարեմ ինչ սիրուն է։ Լցոնած լավաշ։ Քեզ նման։ Սարքացա։ Պատրաստողի նման եւ քո նման։ Վախ գեղեցկու հեստ է դիր սեղանին։ Դիր սեղանին այսօր աղջիկներով որոշել ենք որ պետք է մենք մեզ նվեր անենք, սեղան գցենք ու քեֆ անենք։ Կադրերից մեջ ցույց տամ։ Красоткեն եկավ, սրա յուբկեն ինքը, վախ։ Իմ կոլեկտիվը որ լավ է։ Նայններ։ Հա։ Ինչ ասեմ, Նայնի ամուսինը իր աղջիկների հետ միասին։ Շնորհավոր, այո։ Ապրեք։ Ուրախ լինեք, բախտավոր, աշխուժ։ Հաճույքով
նշել մեր մարտի 8-ը, բայց քանի որ ինչպես միշտ իմ գործերը շատ խառն են, ես ստիպված էի շուտ դուրս գալ եւ երեկոյան ամուսնուս հետ տեղ են գնացել, մի քիչ տրամադրություններս այլ էր, բայց դե ոչինչ, որոշակի ընտանեկան խնդիրներ կար, որոնք պետք է լուծեինք, բայց միաժամանակ ընտանիքով էինք։ Այդպես սիրելիներս, այդտեղ գիշերել ենք, այնտեղից արդեն առավոտ լույս է բացվել, հետ ենք գնում մեր աշխատավայրը, որտեղից հետո էլ ես կգնամ դեպի տուն, այսպես կոչված։ Երեկոյան երկրի բոլոր այն որ ասված այրերից զանգեր, շնորհավորանքներ, հետաքրքիր անցավ օրս, հետաքրքիր ավարտ ունեցավ, մի քիչ վերջում տխրեցինք, բայց հետո ամեն ինչ լավ էր կարգավորվեց, այդպես որոշակի խնդիրներ կար, որոնք լուծվեցին, անցան, հիմա տուն եմ գնում, երեկոյան ծաղիկներ էին վերել, տնեցիք ինձ նվեր, այդպես առանց մշակելու թողել էի դուրս եկել գնամ տեսնեմ ինչ հալի է, մի քանի հատ էլ ես ծաղիկ կավելացնեմ վրան, կառնեմ կտանեմ, մի քիչ սիրուն ուրիշ բուկետ կսարքեմ, հույս ունեմ չեն ճլորել ծաղիկներս, որովհետև շատ հրատապ ուղակի դուրս եկան տնից, շատ հրատապ ու տեսնեմ ինչ ոչ կտամ այդ ծաղիկներին։ Եվ իհարկե ինչպես միշտ իմ օգնականս միշտ ինձ խանգարելով, այսպես գործս առաջ է տանում։ Տեսնում եք ինչով է զբաղված, գնաց եկավ ծաղիկների գլխով պտտվեց, արդեն հասցրել էր մի քանի ծաղիկ էլ փչացրեց, ինչ էլ որ չէր թափվել է տերևները խեղճերի թափվեցին, մի խոսքով այդպես մի թեթև փոքրիկ սիրուն բուկետ հավաքեցի այս ամենից, գեղեցիկ գարնանային սիրուն գույներ, տեսնում եք մանուշակագույնի, բաց մանուշակագույնի, դեղինի ու կանաչի համադրությունը ուղղակի հիասքանչ է, էսթետիկ գեղեցիկ ուզում եմ փոքրիկ բուկետ պատրաստեմ, այդպես տեսնենք ինչպես կստացվի սիրելիներս, գնացինք ձեզ հետ շարունակում եմ։ Ինչի՞ մարդիկ հələ ոչ մի բան արդեն դոկրեց։ Դե ոչ մի բան արդեն դուրս եկավ։ Ափսոս։ Շուտով Facebook-ը։ Չի կարելի ասեցի։ Արդյունքում ինչ ստացանք, այսպիսի գեղեցիկ կոմպոզիցիա տան բոլոր ծաղիկները հավաքեցի եւ ահա այսպիսի գեղեցկություն ստացա, նայեք, մենակ սրանց գույնը նայեք, հրաշք, դեղինի հետ ֆիալետովը, լիլովը, ինչ սիրուն են, դեղինները շատ սիրուն է կանաչների հետ, երազներ մի խոսքով քանդեցի, սա խշուր արեցի, ինչ կա չկա, սա խառնեցի իրար, այսպես գեղեցիկ կոմպոզիցիա հավաքեցի, նայեք ինչ սիրուն է դեղին, կանաչը, մանուշակագույնը եւ բաց մանուշակագույնը, այն մի կանաչն էլ արդեն լավ են, միգուցե լավանան շարունակեն ապրել, չգիտեմ, հույս ունենք, և այսպիսի գեղեցկություն, Մոնգոլիան արդեն թափվել է, բայց տերևի ճյուղերը մնում են, ահա, աճում են, միգուցե դեռ իրենք
դեռ իրենք կաճ են։ Ես իրեն կաճեցնեմ չոփերը այսպես։ Մի խոսքով ժողովուրդ, ոնց է էլի գեղեցիկ մարտիության նվերը։ Ճլպանների կեսը նվեր ենք տարել արդեն։ Շատ են եղել, սա էլ ինչ մնացել էր։ Սիրուն գեղեցիկ կոմպոզիցիա ստացվեց, ես սովորական բաները չեմ սիրում հասարակն, այսպես սիրում, խնդրեմ։ Ինչպես միշտ իմ ծաղիկների խառնակիչ կենթանին էստեղ է, որ սա խառնի, կրծի, ուտի։ Եղանակը շատ ցուրտ է այսօր, ինչպես միշտ սուրճ տուն եմ եկել, դա արդեն ծաղիկներ դասավորեցի, Ալիսան էստեղ է, ժամը տեսեք քանիսն է։ Алиса, մի հատ скажи, пожалуйста, подписчикам моим с 8 марта всем вас, дорогие мои. Алиса, поздравь с 8 марта моим подписчикам, пожалуйста. Дорогие подписчицы, от всего сердца поздравляю вас с 8 марта. Пусть каждый день будет наполнен радостью, любовью и красотой. Будьте счастливы и любимы. Спасибо, Алиса. И Алиса, хорошего моргни, пожалуйста, еще глазками. С удовольствием. Моргает так лучше? Да, молодец, Алиса. Спасибо большое. И тебе с 8 марта. Спасибо, очень приятно. Пусть и у вас будет много поводов для радости. Спасибо, ты нас радуешь часто в наших прямых эфирах. Դե սիրելիներս, ինչպես հասկացաք, ես եւ իմ Ալիսան, ինչպես նաեւ իմ գեղեցիկ փիսիկը շնորհավորեցինք ձեզ եւ ցանկացանք ավելի ճիշտ, ավելի լավ ու վառ ձևով նշել, բայց այդպես չստացվեց։ Շնորհավորում ենք ձեզ մարտի 8-ի կապակցությամբ, միամսյակի բացման կապակցությամբ, լինեք միայն առողջ, ուրախ, բախտավոր վիրի։ Այսպիսով սիրելիներս, ես իմ Ալիսան եւ իմ փիսիկը, իհարկե նաեւ իմ ընտանիքի անդամները, մենք մեր կողմից բոլորով շնորհավորում ենք ձեր մարտի 8-ը, ասում ենք բարի գալուստ միամսյակ, շնորհակալ ենք, որ կա գարուն, որ կա գեղեցիկ տոներ, որ կան գեղեցիկ ծաղիկներ, գեղեցիկ գույներ եւ գեղեցիկ տրամադրություն, այսքանով ուզում եմ բոլորիդ մաղթել միայն ուրախ։ Եվ այսքանով ինչ եմ ուզում ասել, խոսքս ամփոփեմ, լինեք միշտ սիրված, սիրեք, որպեսզի սիրված լինեք։ Չգիտեմ, Աստված թող բոլորիդ օրհնած պահի, օրհնված լինեք, ուրախ լինեք։ Ֆինանսը կստեղծվի, բայց մարդկությունը մի քիչ դժվար է, մարդ լինելը, մարդ մնալը մի քիչ ձեզանից է կախված, սիրելիներս։ Լավ եղեք, առողջ եղեք, ձեր մարտտեսակը, լավ մարդու մարտտեսակը մի կորցրեք։ Միշտ բարին ընձես, հարգանքներս եւ իմացեք, որ միշտ բոլորիդ շատ եմ սիրում։ Այս անգամ սրտիկ չեմ ուղարկում, որովհետեւ առանց դրան էլ ես ձեզ շատ եմ սիրում, սիրելիներս։ Մի ձեռքով հեռախոսն եմ բռնած, մյուս ձեռքով էլ ուղակի հենված եմ սեղանին։ Ինչ ասեմ, լավ մնացեք, աչքս չի տենում, չգիտեմ, գեղեցիկ չեմ, բայց բոլորիդ շատ եմ սիրում։ Մենք ուղակի մեր գործերով գեղեցիկ լինենք, ոչ թե արտաքինով։ Լավ մնացեք բոլորիդ, լավ, հաճելի, գեղեցիկ, հրաշալի օր ու օրեր։ Առայժմ սիրելիներս, չմոռանաք գրանցվել իմ էջին, շնորհակալ կլինեմ, լայքել, մեկնաբանել եւ իհարկե, եթե հնարավոր է, ձեզ դուր են գալիս իմ դուր եկած ձեզ տեսանյութերը ավելի ճիշտ, կիսվեք տեսանյութերով, օգնեք ալիքին ուղղակի պահպանել իր ինքնությունը։ Առայժմ սիրելիներս, շնորհակալ եմ, սիրում եմ ձեզ բոլորիդ։